Երբ որ ես արդեն հավաքել էի ճամպրուկներս ու գալիս էի Հայաստան, այդ մասին ոչ մեկ չի իմացել։ Դա իր հատկանիշներից է, որ հազիվ էինք մի բան իմանում։ Մենք 8-րդ դասարանից, այսինքն 14 տարեկանից Մոսկվայում էինք, դպրոցում ինչ կատարվում էր, ինքը չէր ասում։ Իսկ մի հատ հայ տղա կար, մեծ բարեկամ, այ Իրանից է իմանում։ Դա ասում էր, մամ, քեզ ով ասել։ Բայց ինքը չէր ասում, սիրում է գաղտնապահություն։ Գաղտնապահություն էլ եմ ասում, տղամարդու համար դա բնորոշ լավ գիծ է։ Ես արդեն տոմսը գնել եմ եւ նոր զգուշացրել եմ, որ ես գնում եմ մասնակցելու։ Ինձ ասեց, տեղեկացրեց, որ հայտման լրացրել եմ, ես երգել եմ, ուղարկել եմ, ինձ կանչում են, հրավիրում են Հայաստան։ Ես մեկ բառ եմ իրեն ասել, հարցրել, որ գիտես չէ, ինչա կատարվում, որ երկար ա տևելու, դու պետք է երկար բացակայես, ասեց ես ամեն ինչից տեղյակ եմ ու մի օր էլ տոմսերը ցույց տվեց, որ գնում եմ անակնկալ։